քեզ մոտ բաց ոտքերի օր է, ինչպես տեսնում եմ։ Կարևորը բաց դռների չլինի։ Ինչ անշխում բաց ոտքերի։ Փակ եմ հակել, հա, ոտքերը, բայց գեղեցիկ է, չէ՞։ Սիրուն է։ Իսկ հետո կարող է դառնալ գլխացավանք։ Այ հիմա կգրեն, կասեն, էդ ինչ էր, կասեն։ Հա, բայց գեղեցկությունը զոհեր է պահանջում։ Եթե դու գլխացավանք կդառնա, այս նայիր, ես ուզում եմ սա անեմ, ես ուզում եմ կարճ հագնեմ, այս պահին ուզում եմ հագնեմ մինի ասված։ Լավ է, չես ուզել ընդհանրապես ոչինչ չհագնես։ Բայց սա շտկելի է, ես կարող եմ սա փոխարինել երկարով, բայց իսկ մարդիկ կան, որ անընդմեջ այդ միջամտություններ են անում, դիմում են տարբեր պրոցեդուրաների եւ անդառնալի, այսպես հետևանքներ է ունենում արտաքին։ Ոտքերը կարելի է փակել։ Ոտքերը։ Բայց այդ դեմքը, երբ միջամտում են, հա, արհեստական շտկումներ են անում, կարող է դառնալ անդառնալի։ Այ դա արդեն կդառնա գլխացավանք։ Գեղեցկություն թե գլխացավանք։ Քննարկենք այսօրվա հյուրերի հետ։ Դիմավորեք մեր առաջին հյուրին։ Այսօր առաջինը մեզ է միացել բոդիբիլդեր եւ դերասան Լևոն Հովհաննիսյանը։ Ողջույն, բարի գալուստ Լույսը վարերի տաղավար։ Ողջունում եմ ձեզ, շատ ուրախ եմ ու այսպես ասած ողջավորված, քանի որ վերջին ամիսների ընթացքում վաղուց արդեն ինտերվյու չեմ տվել որպես այդ։ Դու գեղեցկություն այսպես պարգևողներից կամ ջատագովներից մեկն ես։ Աշխատում ես մարդկանց հետ, փորձում ես շտկել նրանց արտաքինը, ես ճիշտ եմ, կարելի է այսպես ասել։ Ինչ է քեզ համար գեղեցկությունը առասարակ։ Տիգրան ջան, եթե անկեղծ գտնվեմ, մինչև այս պահը երբևիցե չեմ էլ փորձել վերլուծել, թե ինչն է գեղեցկությունը։ Կարամ հենց հիմա փորձեմ դա անեմ։ Այ քո օրինակով դու քեզ գեղեցիկ համարում ես։ Այ լավ էլի։ Ես ունեմ այն խորին համոզմունքը, որ տղամարդը եւ գեղեցիկ բառը, գեղեցիկ երևույթը ինքնին մի քիչ անհամահուն չեն։ Ինչու՞, որովհետեւ տղամարդու համար կան առաջնային շատ ավելի այլ հատկանիշներ, որոնք որ ըստիս պետքա ավելի բարձր հարթակում լինեն, քան գեղեցկությունը։ Որովհետև գեղեցիկ տղամարդ որպես այդպիսին ես դեմ չեմ ընդհանրապես, խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, ես ոչ մի դեպքում չեմ քննադատում, բայց շատ գեղեցիկ տղամարդիկ որպես այդպիսին տղամարդու կոնսերվատիվ կերպարից, որին ես շատ այսպես ասած էմպաթիայով եմ վերաբերվում, մաքսիմալ տարբերվում եմ։ Ուստի տղամարդը ավելի շատ պետքա լինի առնական եւ երկրորդ, երրորդ, նույնիսկ չորրորդական դիտարկվի որպես գեղեցիկ։ Ինքնավստահ տղամարդը, կյանքում կայացած տղամարդը կարիք չունի, իհարկե շատ ցանկալի է առնվազն առողջության տեսանկյունից, բայց կարիք չունի ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու իր արտաքնով, որ արժանանա հակառակ սեռի ուշադրությանը կամ հասարակության կողմից ընդունվելուն։ Շատ ժամանակ ինքը խորապես թքած ունի։ Հա։ Իհարկե։ Դե նույնը կարելի է ասել կնոջ։ Եկեք չտարանջատենք, որովհետև խոշոր հաշվով այստեղ մենք տղամարդկանց գեղեցկության մասին չեն խոսում, առհասարակ մարդու գեղեցկության։ Ես ձեռիլերից մեկում տեսել եմ, որ դուք մի աղջկա, պարզապես այսպես լավ հոգեբանական բուլինգի ենք ենթարկում, ասելով այ դու ինչով ես վատը մեկից, ինչու չես ուզում սկսել, ինչու, այսինքն բերում եք նրան, որ մարդը զբաղվի իր արտաքինով, որպեսզի ես հասկանում եմ ինչու, ձեռք բերի ինքնավստահություն։ Աղջիկը շատ այդպես համեստ աղջիկ էր, երևի կհիշեք, այդպես ռիլերից մեկում, հա։ Ավարտեք։ Ահա։ Այսինքն ինչ է, ասել ես ինչ է, գեղեցիկ աղջիկները սարքած գեղեցկությամբ, ոչ բնական, շատ ավելի ինքնավստահ են։ Հիմա ես իմ կարծիքը չեմ ասում, ես ասում եմ ինչ որ տեսնում եմ, հա։ Շատ ավելի հանդուգն են, շատ ավելի այսպես պահանջկոտ են իրենց անձի հանդեպ հարգանքի ուշադրության եւ գնահատման, շատ ավելիներ, քան ինչ որ մի կին, հա, ով համեստ գեղեցկություն ունի ստացած բնությունից, բայց չի կարողանում ռեալիզացիա։ Ինչես կարող ասել։ Թույլ կտակ ասեմ։ Դե մեր այսօրվա ինտերնետը ցույց է տալիս։ Տիգրանը շատ ճիշտ է։ Այ հենց խնդիրն էլ դրանում է, որ համացանց կոչվածը այնքան է խեղաթյուրել ամեն ինչ։ Դե Ընդունում եմ ձեր դիտանկյունը, ասեմ ավելին, ես նույնիսկ համոզված եմ, որ դուք այն ինչը որ բարձրաձայնեցիք, հոգու խորքում ինքներդ էլ եք գիտակցում, որ
փոքրինչ իրականությունից տարբերվում է, քանի որ դուք լինելով բավականին խորաթափանց անձնավորություն, Մարինա ջան, ձեր համար բնավ գաղտնիք չի, որ այն մարդը, ով որ պարբերաբար դիմում է դրսից միջամտությունների իրեն արտաքինը շտկելու, առնվազն ունի մեծագույն հոգեբանական խնդիրներ։ Ու ես այնքան մարդկանց եմ ճանաչում իմ շրջապատում, ովքեր տեսեք, նախ սկզբում տարանջատենք, ճիշտ հասկանանք։ Ես դեմ չեմ միջամտություններին, բայց բնականաբար այդ ամենը սիրում է մինիմալիզմ։ Ինքնաբավ մարդը, ոնց որ նախորդ կետից ելնելով խոսում էինք, հավատացեք, երբեք ինքն իրեն չի դնի, չի համեմատի, վայ, հələ սրանն է, սրա ազիզը թաղեմ, խի պետք է ինքը գնա Դուբայ ֆռա ու ես չկարանամ, բայց Ինչը պատճառը քիթն է։ հազար ներողություն։ Պատճառը ի՞նչն է։ Քիթը փոքրիկ մի puzzle-ն է, որը որ եւս մի ծավալը։ շուրթերը, ծիծիկները, հազար ներողություն, դրած հետույքը, որը որ աբսուրդի գագաթնակետն է, ովքեր են այդ ամենը հովանավորում։ Դուբայ տանողները։ Ուղղակի փորձը ցույց է տալիս, որ շատ ժամանակ գերակշիռ մեծամասամբ եկեք ազնիվ գտնվենք, ինչքան մարդկանց ենք ճանաչում, որ այդ սոցիալական հարթակի երջանիկ կյանքի հետևում դժբախտ մարդիկ են թաքնված, իրենց հոգեբանությունը կատարելապես կոտրված է, դրա համար իրանք չեն ճանաչում այդ կարմիր գծերը, դրա համար իրանք անընդհատ նոր միջոցներ են փնտրում իրենց կյանքը նորով լցնելու, դրա համար իրանք անընդհատ ինչ որ տարակուսանքի մեջ են, իրենք իրենց համեմատում են սրա հետ